2018-ին գունավոր հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր իր իշխանության օրոք արտոնյալների թիվը 0 կլինի։ Ինչպիսին է արդեն Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը։ Ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը 0։ Ինչպիսին է լինելու Հայաստանում արտոնյալների տոկոսը։ Ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը 0։ Այս խոստումը, ինչպես շատերը, անտեսվեց։ Իշխանությունն ամրացնելուց հետո Փաշինյանն իրեն շրջապատեց ՔՊԱ-ական արտոնյալներով։ Բանը հասել է նրան, որ ՔՊԻ նախարարներն ու պատգամավորները ժողովրդի հարկերի հաշվին գոյացող պետական բյուջեից այսօր ստանում են միլիոնավոր գումարներ կազմող պարգևավճարներ։ Դրանք այս տարի հասան աստղաբաշխական թվերի՝ 6-ից մինչև 9 միլիոն դրամի։ Իդեպ, պարգևավճարների մասին փաստող այս որոշումը կառավարությունը կայացրել էր գաղթագողի, բայց իրենցից ակամա այն հանրայնացվեց։ Դուք օրինակ անձամբ ինչքան եք ստացել։ Մոտավորապես 7 միլիոն, եթե չեմ սխալվում, հարկերը հանած։ Եվ այո, պետական համակարգը ստացել է համապատասխան փոխարեն։ Արդար լինելու մասով ենք ասում։ Ուրեմն իսկ արդար է, որ պետական համակարգը կոնկրետ ինչքան եք ստացել պարգևավճար։ Ասացիք մոտավոր 5-ից 7։ Այսինքն այնքան է, որ չեք էլ հիշում։ Դե չեմ կենտրոնում դրա վրա։ Հետո Փաշինյանը ստիպված եղավ խոստովանել, որ իր իսկ ձեռքով 1.5 միլիոն դրամով բարձրացրել է նաև սեփական աշխատավարձը։ Ես ինքս ինձ չեմ պարգևատրել պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Հիշում եք, մինչև գունավոր հեղափոխությունը գոռում էր նախկինների վրա, թե Հետմատիկ պապիկները 100,000 դրամներով նիսյաներ ունեն իրանց խանութներում։ Փողը տվեք այդ մարդկանց, թող գնան իրանց նիսյանները պակեն։ Բայց այդ նույն տատիկ պապիկների ձայներով 2018-ին վարչապետ դարձած 2021 թվականին վերընտրված Փաշինյանն այսօր ասում է. Թոշակառուների թոշակ ամսական 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառու։ Հատ կառնեմ կուտեմ, ինչ կառնեմ։ Կոմունալ վարձերի նորմալ կմուզեի գազգվարի տունս կտակցնեի։ Որտեղ ես կբուժեի։ Իրան նվեր կառնեմ, որ իրան գլավ գնան արտասահմանման գան։ Ինչ անելու թոշակառու։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Թեթևի տված, ուսուսի տված, կանգնում ենք ոտի տված, իրար մեջ կպինդ բռնած կանգնում ենք, եւ նրանք մեր աչքերի մեջ պետք է տեսնեն Սերժ Սարգսյանի պարտությունը։ 2018-ին ժողովրդի առաջ խոնարհվող Փաշինյանը վաղուց է մոռացել այդ նույն ժողովրդին, ում ժամանակին քծնելով 3 միլիոն վարչապետ էր անվանում։ Այսօր ՔՊԻ ու նրա պարագլխի կողմից անտեսված է մեր ժողովուրդը, ում շահերը ոտնահարվում են արդեն 8 տարի շարունակ։ Ժողովուրդ, այս ամենի մասին արդեն վաղուց մտածել է պետք։